Եվ մի տանիր մեզի փորձություն, այլ փրկյա մեզի չար է։ Միթե Աստված մարդուն տանում է փորձության։ Գիտեք, այս վերջին 6-րդ խնդրանքը շատերին գայթակղելու տեղիք է տալիս, եւ գայթակղվելու ավելի շուտ։ Մեզ համար միանշանակ է, որ Աստված մեզ փորձության չի տանում։ Հակոբոս Արաքյալը իր հանրական նամակում ասում է, որ ոչ ոք փորձության մեջ թող չասի, որ Աստված ինձ փորձում։ Աստված անփորձ է չարից, չարի կողմից չի փորձում եւ ինքը չի փորձում։ Եվ այս հանգրվանում մի քայլ առաջ անելու համար մեզ կարող է օգնել ավետարանի հետեւյալ վկայությունը։ Հիսուս մկրտվելուց հետո Սուրբ Հոգով տարում է անապատ փորձվելու համար։ Փորձությունը գալիս է սատանայից։ Եվ Հիսուս հաղթահարում այդ մեծ փորձությունը Աստծո խոսքով, եւ նա մշտապես փորձվել է, այսինքն ասում արժաման իրենից հեռացավ սատանան, իսկ մինչև խաչի ճանապարհ ամբողջ կյանքի ընթացքում Հիսուս փորձում էր։ Եվ այդ փորձությունը անցնելով դա նույնպես մեզ համար օրինակ է ծառայում, թե ինչպես կարելի է հաղթահարել այդ փորձությունը։ Դրա նախ օրինակը մենք տեսնում ենք նաեւ 5 գտականում Հոբի գրքում, երբ Աստված կարծես թե փորձում է, բայց ինքը չի փորձում։ Հենց առաջի գլխից ցույց է տալում, թե ինչպես է տեղի ունենում այդ փորձության հանգամանքը։ Որ գալիս է սատանան, ասում է, որ այսինչ մարդը կա, նա ծաղրում է անգամ մարդուն, ասում է, դե ինչ քո տվածով է ինքը, քո օրհնությամբ են ապրում, եւ Աստված թույլ է տալիս, որպեսզի Հոբը փորձվի, կորցնի ամեն բան։ Այո, արտակնապես իր ընկերներին անգամ թվում է, որ Աստված է փորձում, ասում, քո մեղքերի պատճառով, միգուցե դու ինչ-որ թերություններ ունես, եւ այլն, եւ վերջում Աստված ցույց է տալիս, որ Հոբը արդար է եւ ճիշտ։ Եւ այդ լույսի ներքո մենք պետք է հասկանանք հետեւյալ խոսքերը, որ մի տանից մեզ փորձությունը փրկիր մեզ չարից։ Մի թող որպեսզի մեզ չարը փորձի չափից ավելի, մեր ուժերի չափով թող մենք անցնենք այդ փորձությունը որպես ինչ-որ ամրապնդիչ միջոց։ Հիշում եք, երբ Աստված թույլ է տալիս, որպեսզի Հոբը փորձվի, նա ասում է չարին, որ կարող ես կպնել ամեն ինչ, բայց իր հոգուն ձեռ չտաս։ Այսինքն իր հոգեկան աշխարհը չպիտի խանգարես։ Մարդիկ կան, որ դիվահարվում են, որ չարը մուտք է գործում իրենց անգամ հոգու մեջ, կպնում իրենց հոգուն, եւ մարդը արդեն իրեն չի տիրապետում։ Աստված սահման է դնում այդ փորձանքներին, թե ինչքանով կարող է չարը փորձի, ինչքանով չի կարող։ Եվ նման բան մենք խնդրում ենք, որպեսզի Աստված այդ սահմանը դնի, որպեսզի մենք մեր ուժերից ավելի չփորձվենք, որպեսզի չարը մեզ չվնասի այնքանով, որ մենք չկարողանանք վերականգնվել։ Մենք չենք խուսափում փորձություններից, մենք չենք փախչում պատերազմի դաշտից։ Մենք մուտք ենք գործում փորձության մեջ այնպես ինչպես Քրիստոս մուտք գործեց անապատում սատանայի հետ երկխոսություն ունենալու եւ ցույց տվեց մեզ բանալին, որ մենք կարողանում ենք միայն Աստծո խոսքով հաղթել եւ Աստծուն վստահելով հաղթել։ Եվ այդ իսկ պատճառով մենք խնդրում ենք, որպեսզի այդ փորձությունը Աստծո վերահսկողության տակ լինի, մեզ հոգուտ լինի եւ Աստված փրկի մեզ չարից։ Չարը նախանձում է մարդուն։ Չարը իր անկյալը բնությամբ տեսնում է, թե որքան գեղեցիկ է մարդը։ Տեսնում է, որ մարդը մշտապես դուրս է գալիս բոլոր չարիքներից։ Մարդը շրջապատված է մեղքով եւ չարով, այդ կեղտոտ միջավայրի մեջ է, բայց վերջը ինքը ձգտում է դեպի Աստված, ինքը հիշում է Աստծուն, ինքը դարձի է գալիս եւ այդ ամենը չարին անշուշտ շատ նախանձելու առիթ է տալիս։ Փորձում է ամեն տեսակ գայթակղեցնել, ամեն տեսակ մարդուն կործանման ենթարկել եւ մենք խնդրում ենք, որպեսզի չհաջողվի չարի ծրագրերը։ Այն նետերը, որ ամբողջ աշխարհում այդպես լցված են, ինչպես Սուրբ հայրերին վկայում, որ տեսել ենք, թե ինչպես ամբողջ աշխարհը նետերով պատված չար։ Գայթակղություններով։ Սուրբ Անտոն մեծը տեսիլք է տեսնում է, որ ամենտեղ թագարներ են չարի։ Եվ Աստծուն հարցնում է, թե ով կարողանում է այդ նետերից խուսափել։ Եվ Աստված իրեն հայտնում ասում է, «Այն խոնար մարդ»։